Սուրճ ու սեր առավոտից։ 9:30 բարի գալուստ հանրային ռադիոյի ուղիղ եթեր։ Բարի լույս, դուք միացել եք Սուրճ ու սեր առավոտից հաղորդմանը եւ ձեզ հետ այսօր օրը կսկսեն Տիգրան Հարությունյանը եւ Սևակ Հակոբյանը։ Բարի լույս բոլորին, ուրախ ենք նոր աշխատանքային օրը սկսել միասին։ Մի փոքր տխուր ենք, որ սա ամառվա վերջին օրերից մեկն է։ Ես ինձ թվաց ասում ես վերջին օրն է։ Չէ, ամառվա։ Դեռ ունենք օրեր վայելելու ամառը 26-ն է օգոստոսի, օրը չորեքշաբթի, այնպես որ մի տխրեք։ Այո, աշխատանքային շաբաթը կիսվեց, բայց ինչպես ասում են, եթե կա հնարավորություններ, ամառը միշտ էլ կշարունակվի։ Ինչու ոչ։ Բարի լույս բոլորին, մենք սկսում ենք։ Սուրճ ու սեր առավոտից։ 9:34 կրկին ասում ենք բարի լույս բոլորին, ովքեր այս պահին լսում եւ դիտում են հանրային ռադիոյի առաջին ալիքը։ Այո, մեզ կարող եք լսել Երևանում 107.7 հաճախականությամբ, մարզերում մեր ունկնդիրները վստահաբար գիտեն հանրայինի հաճախականությունները, իսկ աշխարհի ցանկացած կետից մեզ կարող եք նաեւ դիտել միանալով մեր ուղիղ եթերին կայքում armradio.am, ինչպես նաեւ մեր Facebook-յան հարթակում Հայաստանի հանրային ռադիո։ Մինչ կանցնենք օրվա անհրաժեշտ տեղեկատվությանը, արտոնավանդույթ է դարձել հաղորդման առաջին հատվածում նաեւ հրապարակել օրվա հարցը, որը ինչ որտեղ ժպիտով է, հումորով է, կեսկատակ, կեսլուրջ։ Այսօրվա հարցը հետևյալն է. Եթե սառնարանը հիմա կարողանար խոսել, ինչ կասեր ձեզ։ Ունենք պատասխանի 5 տարբերակ. թեթևացրու ինձ, գիշերը իմ դուրը մի բաց, մաքրիր ինձ, լցրու դատարկությունս, վերացրու իմ ներսի խառնաշփոթը։ Ընտրում եք տարբերակներից մեկը, քվեարկում եւ հաղորդման վերջին հատվածում մենք կանդրադառնանք ձեր պատասխաններին։ Այո, կարող եք շատ լուրջ չվերաբերվել, սա հումորային թեթև հարց է, որին կարող եք պատասխանել, վերջում տեսնենք թե ձայների մեծամասնությամբ որ տարբերակն է ամենաշատ քվեարկել, այո։ Մեր հաղորդման Facebook-յան եք մտնում երաժշտական առավոտ, նաեւ Սուրճ ու սեր առավոտից հայատար հավաքում եք Սուրճ ու սեր առաջին հերթին, բնականաբար եւ կհայտնվեք մեր էջում, կտեսնենք նաեւ հարցումը իր պատասխանի 5 տարբերակներով։
Մեզ կարող եք նաև ուղիղ եթերում ինչպես նշեցի հետևել Հայաստանի հանրային ռադիոյի Facebook-յան էջում, զուգահեռ ընթացքում մենք կհետևենք ձեր մեկնաբանություններին, կընթերցենք եւ հիշեցնենք, որ ուղիղ կապի հեռախոսահամարը եւս գործում է 55 37 02 9:35 օգոստոսի 26-ն է, օրը չորեքշաբթի, տեսնենք ինչ կա չկա եղանակի կանխատեսումից։ Այո, հանրապետության տարածքում առաջիկա օրերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպոտի ջերմաստիճանը օգոստոսի 26-ից, այսինքն այսօրվանից մինչև օգոստոսի 30-ը ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 5-ից 7 նիշով, շատ շոկից դժգոհողների համար հրաշալի լուր է։ Մայրաքաղաքում եւս այսօր տեղումներ չեն կանխատեսվում, բայց ասենք, որ Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի կոտայքի եւ Վայոց ձորի նախալեռներում այսօր եւ վաղը սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, այնպես որ սիրելի ռադիոլսողներ զգոն եղեք եւ ցերեկը առավելագույնը 36 աստիճան է լինելու, երեկոյան 29, գիշերը 20-ից 22 աստիճան։ Խոսքը մայրաքաղաքի մասին է եւ հեռախոսային հավելվածն էլ այս պահին հուշում է, որ 26 աստիճան է Երևանում։ Իսկ ես այս պահին ընկղմվել եմ Երևանյան քարտեզի մեջ, ճանապարհային քարտեզի մեջ եւ խցանումային նիշն եմ ուզում հասկանալ, բայց մինչ այդ պարզեցի, որ ունենք այս պահին մեկ վթար Երևանյան փողոցի վրա, դպրոց չհասած, հա, Փարաքարի դպրոց չհասած, համար 1 դպրոց չհասած այդ հատվածում է եւ արդեն ծանրաբեռնված է երթևեկությունը, խցանում կա այդ ճանապարհատվածում 5 բալ է խցանումային նիշը, ոչ այնքան այսպես ուժգին, բայց խցանումները նոր արդեն կարելի ասել թափ են հավաքում, այլ վթար այս պայդրությամբ քարտեզի վրա արկա չէ։ Հուսանք չէ ավելանա, փորձեք սկոն լինել, զիջող որպեսզի վթարային իրավիճակների պատճառ չդառնաք եւ նաեւ աստիճանաբար տրամադրվեք սեպտեմբերյան խցանումներին, որովհետեւ դասապրոցեսի մեկնարկին զուգահեռ, հատկապես սեպտեմբերի սկզբում, երբ ոչ բոլորն են օրինակ այլ օրերի մեքենա վարում, բոլորը որոշում են այդ օրը մեքենայով շտապել աշխատանքի կամ դասի եւ մայրաքաղաքում երթևեկությունը կաթվածահար է լինում։ Եվ իհարկե բոլորն ուզում են այդ օրը շուտ դուրս գալ կապից եւ խցանումը սկսվում է արդեն վաղ առավոտից, կհետևենք այս տարի եւս կլինենք ուղիղ եթերում եւ կիրազեկենք օպերատիվ մեր ուղիղ եթերից։ Նաեւ այս րոպեներին գերծանրաբեռնված է Իսակով Պողոտան դեպի կենտրոն տանող հատվածի մասին է խոսքը։ Ինչ վերաբերում է հանրապետության ավտոճանապարհներին, ապա բոլորը անցանելի են, իսկ Ստեփանցմինդալարս ավտոճանապարհը բաց է նաեւ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Տեղափոխվենք օդային տարածք, տեսնենք ինչ է ասում մեզ Զվարթնոց օդանավակայանի պաշտոնական կայքը, կան արդյոք ուշացումներ կամ վաղաժամ թռիչքներ ու վայրեջքներ, այս պահին ինչ որ երևում է էկրանին, ամեն ինչ ժամանակին է, ինչպես ասում էր Պարուշ Սևակը, բայց Մեկնումների դաշտում եւս չունենք ոչ ուշացում, ոչ չհատված չվերթ, այնպես որ բարի ճանապարհ եւ բարի գալուստ մաղթենք բոլորին, ովքեր գալիս են եւ բնականաբար պետք է մեկնեն մեր երկրից, իհարկե վերադառնալու ակնկալիքով։ Եվ նաև տեսնենք, թե կենտրոնական բանկը ինչ փոխարժեք է սահմանել, ամերիկյան $1 այսօր արժե 364 դրամ 6 լումա, եվրոն 425 դրամ 2 լումա, ռուսական ռուբլու փոխարժեքը 4.3 է, վրացական լարին 139 դրամ 38 լումա, բրիտանական ֆունտ ստերլինգը 497.6 լումա է եւ արաբական դիրհամը 99 դրամ է 265 լումա։ Խնդրեի նաև թերթել, տեսնենք իրանական ռիալը ինչ փոխարժեքով է այսօր 0.026, ինչպես սովորաբար։ Այո, շատ կայուն է, այո։ Մենք սեվական ներկայացեց տարադրամի փոխարժեքները, եւս մեկ ավտովթարի մասին ցավոք պետք է նշեմ, Արշակունյաց պողոտայի վրա ունենք վթար, դեպի Մասիսի փողոց Խաչմերուկ տանող հատվածում է։ Այս պահին վթարը միջին հատվածում է, հուսանք լուրջ ոչինչ տեղի չի ունեցել, եւս մեկ անգամ հորդորում ենք վարորդներին օգտագործել թարթիչ, զգուշացնել վարորդներին ձեր գործողությունների մասին, հատկապես երբ գիծ եք փոխում, անպայման թարթիչով զգուշացրեք ձեր գործընկեր վարորդներին ձեր հետագա գործողությունների մասին։ Դե էլ չենք արդեն հոգնել ենք եթերից ասել, որ աղբ մի թափեք լուսամուտից, պահպանեք մաքրություն եւ երկե եղեք կանխատեսելի ձեր գործընկեր վարորդների համար։ Մենք շարունակում ենք։ Take you for a ride. Tell me why you gotta look at me that way. Right. You know what it does to me.
moves like ornaments. And Papa says he got Milo in him. He got me feeling like A little souvenir. Can I steal that from you? Keep up. I'm feeling like You talking money, need a hearing aid. You talking about me, I don't see a shade. I had to go. The boy is mine. I can't wait to try it. Let's get into town. The stars that align. The boy is Bitch, I said what I said. I'd rather be famous instead. I let all that get to my head. I don't care, I paint the town red. Turn it up, it's your favorite song. Dance, dance, dance to the distortion. Shimmy, yeah, shimmy, yeah, shimmy, yeah. Swalla la la. I'm a cool girl. I'm a cool girl. Ice cold, I roll my eyes at you, boy. Like, yeah, get your nails done. Get a pedicure. Get your hair fixed. Let me check my chest, my breath right quick. He ain't never seen it in a dress like this. He ain't never even been impressed like this. Probably why I got him quiet on the set like this. How your wife needs that? You don't get wins for that. I'm having another good year. We don't get blimps for that. Me and all my girls, yeah, we looking fabulous. Ooh, stop the track, strike a pose, stop and stare. Find the light inside our universe now. And nobody keep on holding us down. No, let's not put a label on it. Let's keep it fun. Players only. Come on, put your pinky rings up. If you want get your nails done, get a pedicure, get your hair fixed. Telling me I'm really nice, obviously I ain't getting no boy. Baby, it's you. You're the one I love. You're the one I need. You're the only one I see. Come on, baby, it's you. Moonlight, you're my starlight. I need you all night. Watch me break it down like. Feel your eyes, they all over me. Don't be shy, take control of me. Get the vibe, it's gonna be lit tonight. Havana, ooh, na, na. Half of my heart is in Havana. The boy is I'm a dangerous man with some money in my pocket. Keep up. So many pretty girls around me and they're waking up the rocket. Keep up. Hey, hey, hey. It's your favorite song. Dance, dance, dance to the distortion. Turn it up, keep it on repeat. Stumbling around like a wasted time. You can fly away with me tonight. You can fly away with me tonight. Baby, let me take you for a ride. Don't be afraid to catch feels. The station with the best music. Best music. I love the music. 9:43 դուք շարունակում եք հետևել Հանրային ռադիոյի առաջին ծրագրին, իսկ մենք շարունակում ենք մեր առավոտյան եթերը եւ այս պահին շատ ուրախ ենք կարդալ ձեր մեկնաբանությունները։ Ստեփ Վարդանյանը մեծ բարի լույս է մաղթել, Ասմայանը նույնպես գրել է բարի լույս Տիգրան եւ Սևակ, Սուրճ եւ Սեր։ Բարի լույս բոլորին, ցանկանում եմ ձեզ ուրախ եթեր Ամալիա Ղազարյանն է գրել, իսկ ահա Էդիկ Բաբուջյանը մեզ էմոջիներով է ողջունում։ Ինչպես միշտ մենք ենք ողջունում մեր մշտական ռադիոլսողներին, հիշեցնում օրվա հարցը իր տարբերակներով քվերկության, եթե Սառնարանը հիմա կարողանար խոսել, ինչ կասեր ձեզ, ունեք 5 տարբերակ, թեթևացրու ինձ, գիշերը իմ դուրը մի բաց, մաքրիր ինձ լցրու դատարկությունս կամ վերացրու իմ ներսի խառնաշփոթը։ Մուտ գործեք Սուրճ ու Սեր առավոտից հաղորդման Facebook-յան մեջ եւ ընտրեք տարբերակներից մեկը, հաղորդման ավարտին մենք կամփոփենք արդյունքները։ Եվ հիմա տեսնենք, թե ինչ տոներով է առանձնանում այսօրը օգոստոսի 26-ը, սկսենք նախ միջազգային տոներից, պարան ձգելու օրն է, չգիտեմ ում մտքով է անցել, այսպիսի միջազգային օր սահմանել, բայց եթե հնարավորություն ունեցեք, այսօր ձգեք որևէ պարան միանալով օրվա տոնին։ Դու ձգել ես պարան Բաքում դպրոցական տարիներին, կամ դպրոցում։ Այո, ահա։ Ես հիշում եմ ֆիզկուլտուրայի դասին կար նման բան, դահլիճում ձգել եք Պետք պարան։ է, այո, քաշեինք պարան։ Այսօր նաև երաժշտական յոգայի օրն է։ Դե յոգան առանց երաժշտության չդժվար է պատկերացնել իրականում։ Յոգայի սիրահարներին այնպես որ ողջունենք, ձեր աչքը լույս, կարող եք այսօր յոգայի դասընթացի ժամանակ առանձնատուկ երաժշտություն միացնել։
Անցնենք ազգային տոներին, սովորաբար սկսում ենք Միացյալ Նահանգներից, նաև այբենական կարգով է այդպես եւ ինչու ոչ Միացյալ Նահանգները միշտ զարմացնում է հետաքրքիր տոներով։ Արժե այս առաջին տորին անդրադառնալ։ Ինչու ոչ։ Զուգարանի թղթի ազգային օր, այո։ հետաքրքիր Կենցաղի Կենցաղային օր, որը նշված է նրանց օրացույցում։ Ամերիկացիները նշում են նաև կանանց հավասարության օրը Եվ փոխկապակցված տոն նաև դրան կին ծրագրավորողների ազգային օրը։ Անհնար է որևէ խոհանոցային թեմայով տոն չլինի նահանգների օրացույցում բալի համով մրգային սառույցի օրը նշում ամերիկացիները։ Արժեր ուտել եւ նաեւ մի կարեւոր տոն, որի շուրջ այսօր կառուցելու ենք մեր եթերը, շների ազգային օրը, տոնը ի սկզբանե սկիզբ է առել Միացյալ Նահանգներից, բայց այն այնուհետև դարձել է միջազգային եւ ձեռք է բերել համաշխարհային հնչեղություն։ Այո, 2004-ից է այս տոնը սկիզբ առել, պատմությունը նահանգներից է գալիս, այդ մասին խոսենք ժամը 10-ից հետո, երբ բացվեն մեր հյուրասրահի դռները։ Այո, կենթանասերների ուշադրությունն ենք առավելապես հրավիրում եւ շարունակելով Արգենտինայում համերաշխության ազգային օրն են տոնում օգոստոսի 26-ին։ Նաեւ արգենտինացիները նշում են դերասանների օրը իրենց երկրում։ Ահա։ Հարևան Իրանում այսօր աշխատավորի, այսինքն աշխատողների օրն են նշում։ Պապուա Նոր Գվինեա տեղափոխվենք, ոչ այնքան արևան բնականաբար, ապաշխարության օրը նշում այնտեղ։ Իսպանիայում Լա Տոմատինան է, սա այն հայտնի լոլիկներով կռիվն է, որը միշտ մեզ էկրաններից առնվազն զարմացրել է եւ դա վարդավարի պոմիդորային, լոլիկային տարբերակն է։ Մի փոքր ավելի վտանգավոր տարբերակ։ Դե նաև կանարիջներով, որն ավելի ծանր է եւ վտանգավոր է։ Դենթապես Իսպանիայում բոլոր տեսակները ցլամարտը ամենավտանգավորներից մեկն է։ Ադրենալինի սիրահար են իսպանացիները։ Տեղափոխվենք Ռուսաստան, որտեղ այսօր նշում են 13-րդ կատվի օրը։ Փոքրիկ գաղտնիքների բացահայտման օրը եւս այսօր նշում են Ռուսաստանում։ Հիշեցնենք այս տոների մեծ մասը ոչ պաշտոնական է, ինչպես զվարճալի, այնպես որ շատ լուրջ մի վերաբերվեք։ Կես լուրջ, ինչպես ասում են։ Իրադարձություններից ինչ կա ձեռքի տակ 1926-ին բացվել է Արզենի առողջարանը։ Այն ինչ իրադարձություններ ունենք, Շարլ դե Գոլը մտնում է Փարիզ 1944 թվականին։ Այնքան էլ հարուստ չէ այսօրվա իրադարձությունների հատվածը օրացույցի, նաև կարող ենք հրապարակել մեկ տիեզերական լուր 1978-ին Սոյուզ 31 տիեզերանավով թռչելով Զիգմունդ Ցենը դառնում է առաջին գերմանացի տիեզերագնաց։ Գերմանական տիեզերագնացության պատմության մեջ է փաստորեն կարևոր օր։ Տեսնենք ովքեր են ծնվել հայտնի մարդկանցից։ Ամերիկացի բասկետբոլիստ, բասկետբոլի ազգային ասոցիացիայի Houston Rockets թիմի խաղացող Ջեյմս Հարդենը 1989 թվականի այսօրն է ծնվել։ 1980-ի այսօրն է ծնվել ամերիկացի դերասան Քրիս Փայնը։ Ահա։ Շատ սիրելի, հատկապես այդ խորհրդային տարածաշրջանում երգչուհի, որը, եթե չեմ սխալվում, անցած տարի էր վերջապես եկավ Երևան, Զենֆիրայի մասին է խոսքը, 1976 թվականի այսօրն է ծնվել սիրված երգչուհի։ Անպայման լսելու ենք նրա կատարումներից հատված, այսօրն է ծնվել նաև կինոօպերատոր Ալբերտ Յավորյանը, նրա ծննդյան տարեթիվն է 1935-ը։ Վիրտուոզ ջութակահարուհի Անահիտ Ցիցիկյանը եւս այսօրն է լույս աշխարհ եկել 1926 թվական։ Նաև ֆրանսիացի քիմիկոս Անտուան Լորան Լավուզիեին անունը հնչեցնենք, նրա ծննդյան տարեթիվն է 1743։ Շնորհավոր ենք բոլոր հոբելարներին եւ ինչպես եւ խոստացել էինք, ունկնդրենք լսենք երկնվիրենք հոբելարներին, ինչ ուզեք, ձեզ համար կանենք, եթե հայավարի թարգմանենք այս երկը։ Այո, ինչ ուզես։ Ես գիտեմ, որ Հայաստանում էլ քիչ չեն Զենֆիրայի երկրպագուները, այնպես որ կարծում եմ շատ սպասված կլինի հիմա կատարումը, որ արդեն հնչում է մեր եթերում։ Что тоже хочешь сладких апельсинов, хочешь слух рассказов длинных, хочешь я взорву все звезды, что мешают спать. Пожалуйста, только живи, ты же видишь, я живу тобою. Моей огромной любви хватит нам двоим с головой.
Սուրճ ու սեր առավոտից։ 9:52 րոպե դուք շարունակում եք լսել հանրային ռադիոն։ Զենֆիրային էինք լսում, քանի որ այսօր երկչություն ընդյանորն է, Տիգրանի դեպ հիշեցի, միշտ երազել եմ նրա համերգին դինել, անցած տարի երբ հայտարարվեց Տոմս գնեցի, բայց այնուհետև պարզվեց աշխատանքային գործուղման եմ եւ այդ օրերին չեմ լինելու Երևանում, բայց Տոմսս վաճառեցի, ասեմ, չկորցրի ինձ։ Քեծես, դու կարելի ասել ձեռներից այսպես ունես։ Չէ, կերեց մեկը գնեց, այսինքն գումար չաշխատեցի այդ process-ին, բայց չկորցրի էլ կարևոր։ Կարևորը չես կորցրել։ Ես վայելել եմ նրա կենթանի կատարումները շատ շուտ Մոսկվայում, ակումբային տարբերակով իհարկե։ Այո, եւ ված չէր, ասեմ քեզ։ Մենք հիշեցնենք, որ մեր հաղորդման Facebook-յան հարթակում Սուրճ ու սեր առավոտից ունենք փոքրիկ զվարճալի հումորային հարցում, որին պատասխանելը շատ բարդ չէ, գիտելիքներ չի պահանջում, ոչ էլ տեխնիկական լուրջ իմացություններ, պարզապես որևէ տարբերակի վրա կարող եք սեղմել։ Հիշեցնենք հարցը, եթե Սառնարանը հիմա կարողանար խոսել, ինչ կասեր ձեզ։ Ընտրում եք պատասխանի 5 տարբերակներից մեկը, քվեարկում բնականաբար, եւ հաղորդման ավարտին մենք կանդրադառնանք արդյունքներին, կտեսնենք թե որ պատասխանը քանի տոկոս է հավաքել։ Այո, եւ հիշեցնենք, որ Հայաստանի հանրային ռադիոյի Facebook-յան էջում շարունակվում է մեր ուղիղ հեռարձակումը, նույնը նաեւ armradio.am կայքում եւ մեզ հետ կապի դուրս գալու եւս մեկ տարբերակ, ավանդական տարբերակ 553702 մեր ուղիղ կապի հեռախոսահամարն է։ Դրան հետ կռիվ տալով տաղավար մուտք գործեց Ռադիոլուրի մեր գործընկեր Արմինե Գևորգյանը, բարի լույս Արմինե ջան։ Բարի լույս։ Դրան հետ ինչ ունես այսօր։ Որևէ կերպ, որևէ ձև չէր փակվում այս դուրը իմ նյարդերի վրա ազդելով։ Մեզ մոտ բաց դռների օր է այսօր։ Հասկանում ես։ Բոնուսն է այսօր։ Ես խնդրեմ դու պատասխանես ուղիղ եթերում իհարկե մեր հարցման այսօր տարբերակներից որն ես ընտրում, եթե Սառնարանը հիմա կարողանար խոսել, ինչ կասեր քեզ, թեթևացրու ինձ, գիշերը իմ դուրը մի բաց, մաքրիր ինձ, լցրու դատարկությունս կամ վերացրու իմ ներսի խառնաշփոթը։ Լցրու դատարկությունս, որովհետև իմ Սառնարանում 93 թիվն է։ Կամ միայն պոմիդոր, որը գիտեմ բոլորը իմ ամենամիրգ է իմ համար էլի պոմիդորը։ Դու սիրում ես։ Հա, շատ։ Ես եւ այն մյուսը, որ մի բացիր ինձ այդ գիշերը, որովհետև բացում եմ պարտադիր, քնից արթնանում եմ ու բացում եմ պարտադիր, դա ոնց որ իմ մոտ ռիտուալ լինի։ Ժամը 1-ի 2-ի կողմեր եմ արթնանում եմ, գնում եմ Սառնարանի դուռը բացում եմ, ուտում եմ պոմիդոր, պարտադիր ու գալիս քնում։ Այսինքն դու պետք է քվեարկես, մի բացիր իմ դուրը գիշերը։ Հա, շատ տարօրինակ սովորություն է, բայց կարևորը շատ ավելի յուղային բաներ չես ուտում գիշերը։ Չէ, ես յուղային ընդհանրապես չեմ ուտում, քաղցր չեմ ուտում, չնայած ինձ նայելով չեն ասի, բայց ինչև է։ Բայց պոմիդորն է մեղավոր։ Պոմիդորն է մեղավոր, այո։ Իդեպ գերացնում է, պոմիդորից էլ կարելի է քաշավակել ասեմ։ Բայց ես լսել եմ, որ չէ։ Չէ, հնարավոր չէ։ Վիտամիններ կան։ Կան, ինչ ասեմ, դե հիմա։ Օգտակար գործակից կան։ Այո։ Ինչպես ես վերաբերում շներին, դու կենթանասեր ես թե ոչ։ Ես այնօրն էլ ասել եմ, որ ես կատուներից վախենում ես, դա գիտենք, իսկ շները։ Ես կստեմ, նորից եմ ասում, հիմա վերջերս տենդենս է, չէ, գրանցվելով բոլորը դառնում են, չգիտես ինչու կենթանասեր, բայց իրականում դա այդպես չէ։ Շատերը կենթանի պահում են, ներողություն եմ խնդրում, բայց դա այդպես է Facebook-յան հարթակների եւ սոցիալական ցանցերի համար նկարվեն, շնիկների հետ իրենց նկարները գցեն եւ այլն, բայց իրականում 1-2 օր հետո շատ եմ լսել, որ նույն մարդիկ չեն կարողանում կենթանին պահել եւ ինչ որ մի կերպ ուզում են ազատվեն։ Ես որ կստեմ ասեմ, որ ես շատ կենթանասեր եմ, բայց ես երբեք կենթանուն վնաս չեմ տա, դա միանշանակ է։ Ես չեմ պահի կենթանի, որովհետև կենթանին պահելու համար հատուկ խնամք է պահանջում։ Կենթանին ուղղակի այն չի, որ հա այսօր մի բան առանք, բերեցինք, տվեցինք, այդ կենթանին դառնում է տան անդամ։ Իսկ քանի որ ես տանը չեմ լինում եւ այդ խեղճ կենթանին պիտի ապրի, թե չէ։ Հետևաբար դա իմ կողմից կլինի ոչ ճիշտ, ուղղակի ասել, որ ես կենթանի եմ պահում, բայց որևէ կերպ չհետևել այդ կենթանուն։ Ձևի համար, հա, այդ բառն եմ մոռացել, շնորհակալություն։ Ձևի համար կենթանի պահելը եւ ձևական կենթանասեր լինելը ես չեմ կարող անցնել, որտեվ կան, հիմա ասում եմ, հա։ Երբ որ երեկոյան դուրս ես գալիս Երևանյան փողոցներով, տեսնում ես էլի։ Բայց հաստատ համոզված եմ, այդ նույն կենթանի պահողներից մեկին հարցնես ռեակցիոնը կենթանու ինչա ուտում, ինչա կարելի, ինչ չի ուտում, ինքը ոչինչից տեղյակ չի, ինքը տենց ուղակի
Դե միգուցե ունի հատուկ պահող այդ կենթանին։ Հա, բան չունեմ ասելու, բայց ինձ թվում է դուք էլ գիտեք, որ նման օրինակ տենդենց կա։ Եվ հետաքրքիրը գիտեք ինչն է, նորն էլ ասացի, երբ որ ասում են կենթանիներ, մարդիկ միանգամից պատկերացնում են շունու կատու։ Հա, դե չէին պահելու տանը։ Չէ, կենթանասեր որպես այդպեսին, չենք ասում ընտանի կենթանիներ, ասում ենք կենթանասեր։ Հա, ասել են, որ իմ ամենասիրելի կենթանին դա ձին է։ Ահա, Մեկ դա հասկացա։ Որովհետև ձին շատ արխայական ու վեհ բան կա ձիու մեջ ու տենց։ Գեցես Արմինե, դու ինչպես միշտ մեզ գերում ես քո հետաքրքիր մեկնաբանությունները։ Շնորհակալ եմ շատ։ Դուք դրա եք համար արդեն պատասխան 10 րոպե շուտ նրան հրավիրում Այո, եմ այո։ Հա, չգիտես ինչի, հաղորդման կեսը ես ձեր հետ եմ հացկացնում։ Դու ունես շունչ քաշելու ժամանակ 3 րոպեից ուղիղ մեր եթերում լուրեր, այնպես որ մի փոխակալիքը։ Սուրճ ռուսեր առավոտից։ Otro trago se acaba, no son ni las 12. Alguien nuevo en mi cama, pero no me conoce tan bien como tú. Y yo sigo buscándote en todas partes. La verdad es que el corazón se me parte cuando pierdo el tiempo por ahí con alguien más. But I know it's not you, not you, not you. Estoy con alguien, but I know it's not you, not you, not you. Estoy con alguien, but I know it's not you. Estoy con alguien, but I know it's not you. Estoy con alguien, but I know pensando en tu cara, tu pelo, te juro la paso mal. Con él hay fiesta, pero contigo tú eres un carnaval. No me lo hace mal, no me lo hace, pero he's not you, you, como tú. Y yo sigo buscándote en todas partes. La verdad es que el corazón se me parte cuando pierdo el tiempo por ahí con alguien. Հայաստանում ժամը 10 է։ Լուրեր հանրային ռադիոյի եթերում։ Հանրայինի եթերում լրատվության ժամը եթերում ռադիո լուրն է, խոսափողի մոտ Արմինե Գևորգյանն է։ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին Սեդրակ Քոչարյանը 2 ամսով կալանավորվել է, այս մասին հայտնում են հակակոռուպցիոն կոմիտեից։ Սահմանափակվել է նաև նրա տեսակցությունների իրավունքը բացառությամբ կնոջ եւ երեխաների, հայտնել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։ Ավելի վաղ Ռոբերտ Քոչարյանը եւ նրա ավագ որդին Սեդրակ Քոչարյանը բերման էին ենթարկվել հակակոռուպցիոն կոմիտե։ Իրավապահները խուզարկել էին Քոչարյաններին պատկանող մի շարք կապարակնքվել էին բիզնես տարածքներ։ Խուզարկություն իրականացվել էր նաև ազգային ժողովի պատգամավոր Լևոն Քոչարյանի տանը։ Հիշեցնենք, հանրային քրեական հետապնդում է հարուցվել Ռոբերտ Քոչարյանի եւս 9 անձի նկատմամբ, նրանց թվում է Պաշտպանության նախկին նախարար Սերժ Սարգսյանը, նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, Սամվել Մայրապետյանն, ինչպես նաև Կոնդի առանձնատների տնտեսության տնօրենի պաշտոնը զբաղեցրած Արամայիս Ոսկանյանը, նրա կինն ու 2 դուստրերը։ Քրեական
վարույթը վերաբերում է առանձնապես խոշոր չափերի փողերի լվացմանը, պաշտոնական դիազորությունների չարաշահմանն ու առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալուն։ Բանակում մահվան դեպք չի արձանագրվել, հայտնել է Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը, անդրադառնալով մամուլի հրապարակումներին, ըստ որոնց այն զորամասի պաշտպան հայրենիաց ծրագրի պայմանագրային զինծառայողին տանը կախված են գտել։ Շրջանառվող տեղեկությունների վերաբերյալ հայտնում ենք, որ նշված դեպքը տեղի է ունեցել մահացածի բնակության վայրում, մասնավորապես անասնաֆերմայում։ Մահացածն այդ պահին ծառայության մեջ չի գտնվել, դեպքն առնչություն չունի ծառայության հետ եւ չի կարող որակվել որպես բանակում տեղի ունեցած պատահար, պարզաբանել է Պաշտպանության նախարարի խոսնակը։ Նա նաեւ հավելել է, որ մամուլում վերջին օրերին հրապարակումները խիստ բացասական են ազդում զորքերի բարեհոգեբանական վիճակի վրա եւ կոչ արել զերծ մնալ բանակի թիրախավորումից ու անհարկի լարվածություն հարուցող գործելավոճից։ Հայաստանը չի պատրաստվում խոչընդոտել այն ռուսաստանցիների մուտքը երկիր, որոնք փորձում են խուսափել մոբիլիզացիայից եւ ռազմաճակատ ուղարկվելուց։ Դոշտ հեռուստաընկերության եթերում հայտնել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը։ Սահմանին ոչ ոք չի պատրաստվում հարցնել, թե ինչու են եկել այստեղ։ Ռուսաստանից մարդիկ կարող են գալ առանց արտասահմանյան անձնագրի։ Ռուսներին կարող եմ ասել միայն մեկ բան՝ բարի գալուստ Հայաստան, նշել է Ալեն Սիմոնյանը։ Անվտանգության խորհրդի քարտուղարի խոսքով Հայաստանում ռուսաստանցիներին կվերաբերվեն հարգանքով ու անհրաժեշտության դեպքում կօգնեն։ Հարցազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Ռոբերտ Քոչարյանի ձերբակալությանը, Եվրամիությանն անդամակցելու հեռանկարներին եւ հապկից Հայաստանի հնարավոր դուրս գալու։ Հայաստանը Եվրամիությանն ավելի մոտ է, քան երբևէ, հայտարարել է Եվրամիության ընդլայնման հարցերով խոսնակ Մարկուս Լամերտը, հիշեցնելով Երևանում Հայաստան-Եվրամիության առաջին գագաթնաժողովի հաջող անցկացումն ու այլ ուղղություններով արձանագրված առաջընթացը։ Հայաստանը որոշում է կայացրել կատարել առաջին քայլը դեպի Եվրամիություն, ընդունելով Եվրամիության մասին օրենքը։ Դա կարևոր խորհրդանշական քայլ էր։ Իհարկե, Եվրամիությանը միանալը պահանջում է հստակ սահմանված ձեռքբերումների վրա հիմնված գործընթաց եւ պաշտոնական դիմում անդամակցություն մտադրություն ունեցող երկրից։ Մենք արդեն աշխատում ենք Հայաստանը Եվրամիությանն ավելի մոտեցնելու ուղղությամբ։ Եվրահանձնաժողովի խոսնակն էլ հավելել է, որ Եվրամիության գրավչության հերթական դրսևորումն է նախագահ ֆոն դեր Լայենը ողջունում ու սատարում է Հայաստանի քաղաքացիների եվրաինտեգրման ձգտումները։ Արցախից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը շարունակվում է, հայտնում են այս մասին աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից։ Աջակցությունը տրամադրվում է հետևյալ ձևերով՝ բնակարանի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագիր, անհատական բնակելի տան կառուցման հավաստագիր եւ գործող հիպոթեկային վարկի մարման աջակցություն։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին X-ի իր էջում շնորհակալություն է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ նախագահ Վահագն Խաչատուրյանին Ուկրաինայի անկախության օրվա առթիվ հղած շնորհավորանքների համար։ Մեջբերում եմ, մեր երկու երկրների միջև բարձր մակարդակի երկխոսությունն ակտիվացել է։ Հուսով ենք, որ դրան կհաջորդի ավելի սերտ համագործակցությունը այլ մակարդակներում եւ բազմաթիվ ոլորտներում։ Հայ ժողովուրդը հաստատակամորեն որդեգրել է Եվրոպայի հետ մերձեցման ուղին, Ուկրաինան ողջունում է այդ ընտրությունը եւ պատրաստ է օգնել։ Եվ վերջում մեկ լուր միջազգային լրահոսից Կանադայի իշխանությունները սեպտեմբերի 8-ից ԱՄՆ-ից ներկրվող շուրջ $20 միլիարդ ընդհանուր արժեքով ապրանքների նկատմամբ կսահմանեն 15, 25 եւ 50% չափով պատասխան մաքսատուրքեր։ Սահմանափակումները տարածվում են ավտոմեքենաների, մոտոցիկլետների, կենցաղային տեխնիկայի, գյուղատնտեսական սարքավորումների վրա։ Միաժամանակ պողպատի, ալյումինի եւ դրանց արտադրանքի մաքսատուրքը 25%-ից կբարձրանա 50%։ Այսքանն ենք առանձնացրել լրահոսից այս ժամի համար։ Հետևեք իրադարձությունների զարգացմանը։ Ռադիոլուրի եթերում խոսափողի մոտ աշխատեց Արմինե Գևորգյանը։ Հանրային Սուրճ ու սեր առավոտից։ Երազանքներ ունեմ քեզ հետ կապված, գիտեմ հերթով կկատարվեն հաստատ, սիրո թելով ենք մենք իրար կապված, սերը հաղթելու է հաստատ։
Սուրճ ու սեր առավոտից։ 18 րոպե կրկին ասում ենք բարի լույս նրանց ովքեր շարունակում են լսել եւ դիտել հանրային ռադիոյի առաջին ալիքը։ Իսկ ովքեր 1 ժամ ուշ են արթնացել եւ նոր են մեզ հետևում, մենք նախանձում ենք ձեզ, բայց շնորհակալ ենք, որ միացել եք մեզ, մինչեւ ժամը 11-ը կլինենք ուղիղ եթերում եւ այս պահին պետք է բացահայտենք արդեն օրվա թեման եւ օրվա հյուրին։ Հիշեցնենք, որ օգոստոսի 26-ին աշխարհը նշում է շների գնահատման օրը։ Երախտագիտության օրը, երախտագիտության օրը։ Եւ մենք չենք կարող այսօր չհրավիրել մի շատ սիրված ազնվորության, ով նաեւ սիրում է շնիկներին։ Սիրով ուզում ենք ողջունել դերասանուհի կենթանասեր Ելենա Բորիսենկոին, բարի լույս ասում ենք։ Բարի լույս, ես սիրում եմ ոչ միայն շներին, այլ նաև կատուներին, բացի ինչ որ տենց մութ անկյուններում ապրող կենթանիներից, մնացած բոլորին սիրում եմ։ Ահա։ Եվ պահում եք նաև։ Այո, ես ունեմ 2 շուն, այսինքն մեկն է մնացել, անցյալ տարի մեկին քնացրեցինք, մեծ էր արդեն։ Կատու պահում էի միշտ, հիմա երազում եմ կատվի մասին, բայց չեմ կարող պահել, որովհետև շունիկս շատ խանդոտ է եւ չի թողնում։ Քանի տարվա պատմություն ունի առհասարակ այ ընկերությունը կենթանիների հետ։ Երևի թե ինչ հիշում եմ, փաստորեն 53 տար, չէ 50, չնայած ես երևի թե ինչ որ բաներ հիշում եմ, երբ շատ փոքր էի, դեռ մի տարեկան չկայի, այնպես որ շատ երկար տարիների, կես դար։ Շատ ճոխը։ Ինչ է սովորել նրանցից։ Նրանք շատ անկեղծ են, իրանք սիրում են ոչ թե որովհետև դու լավն ես կամ վատն ես, այլ որովհետև իրանք քեզ ընտրել են կամ դու ես իրանց ընտրել։ Այսինքն ամենակարևորը, ինչը որ մենք խոսում ենք, ինչը մեզ պակասում է սերը, եթե ասում են սիրում են ոչ թե ինչ որ արժանինքների համար, այլ չնայած շատ ու շատ թերություններին, նույն կերպ կենթանին ինքը քեզ ուղակի սիրում է, որովհետև դու ես։ Չէ, սիրում է ինչի համար, որ հոգատար է, ժամանակին կերակրում է, տանում է զբոսանքի, ինչ այդ կապն եմ ուզում հասկանալ, ես կենթանի չունեմ, դրա համար միշտ հետաքրքրում է այս թեման։ Նույնիսկ շատ վատավոր չունեմ, նույնիսկ երբ դու չես կերակրում, ինքը միևնույն է քեզ սիրում է։ Ու երբ փողոցում տեսնում, դա այդպես է, հավատացնում եմ, ու երբ փողոցում տեսնում ես շունիկների, չէ, դու կերակրում ես իրանց կամ կատուների, հատկապես շները, դե ինչ որ պահի տեսնես, որ ինքը չի ուտում, որտեղ ինքը ուզում է ուղղակի որ դու իրան սիրես, որ ոչինչ։ Դուք մասնորեն այն մարդկանց եք, որ փողոցում շուն են տեսնում, միանգամից շտապում են խանութ, գնում են։ Չէ, ես ուղղակի պարուսակում ունեմ, որովհետև ես ունեմ խանութ կենթանիների եւ ես միշտ զինված եմ։ Ահա, եւ փողոցի շներին կերակրում եք, խանութից խոսենք, սիրուց է ծնվել այդ միտքը գաղափարը։ Այո, երբ մտածում եմ, որ բացի իմ աննկարագրելի սիրելի մասնագիտությունից բացի պետք է զբաղվել բիզնեսով, իսկ ամենակարևորը, ինչպես որ արդեն ասացինք, ինձ համար դա սերն է։ Ինչ եմ ես սիրում բացի իմ մասնագիտությունից, ես սիրում եմ շուն կատու եւ այդպես ծնվեց այդ գաղափարը։ Ահա։ Ինձ հետաքրքրում է նաեւ այ հոգեբանական կապը առհասարակ տերը եւ իր ճորքոտանի բարեկամը։ Ինչպես այն ձևավորվում եւ ինչքան ժամանակ պահանջվեց ձեզ, որպեսզի դուք հասկանաք նրանց լեզուն եւ իրենք էլ ձերը։ Ինձ թվում է ինձ ժամանակ պետք չի եղել, որովհետև ես հենց ծնվել եմ, ինչպես որ մտածել եմ եւ զգացել եմ, որ ես դերասանուհի եմ, նույն կերպ ես սիրել եմ կենթանիներին ի սկզբանե եւ ինձ պետք չէր սովորել այդ լեզուն, որ իրենց հասկանալ, բայց քանի որ ունեմ խանութ, տեսնում եմ շատ մարդկանց, ովքեր առաջին կենթանին են պահում եւ չեն հասկանում դեռ այդ լեզուն, չգիտեն ինչպես շփվել։ Դե այդ քանի որ ինքը անկեղծ էակ է կենթանին, ինքը քեզ սովորեցնում է, ինքը քեզ ընթացքում ակամայից սովորեցնում է, թե ինչպես է պետք։ Ես ուզում եմ այ պարզ 3 խորհուրդ նրանց, ովքեր հիմա այդ ճանապարհին են, արդեն ունեն կամ պատրաստվում են ունենալ կենթանի տանը։ Ամենապարզ խորհուրդները մարդով անցել իսկապես տասնամյակների ճանապարհ շփվելով կենթանու հետ։ Դե իրեն իսկապես նախ պիտի վախ չունենաս,
ոչ թե կենթանիների հանդեպ, այլ առհասարակ որ չգիտեմ, միզեց ամենտեղ միզում է կենթանին կամ կերավ չկերավ, ինքը չի ուզում սաուտի, ինչ որ ես ուտում եմ դա տամ։ Չէ, դու ուղղակի պիտի ներքուստ նաև շատ կայուն մարդ լինես, որոշես մի քիչ կարդաս, որ ոչ թե ինքնա քեզ պահում, այլ դու ես իրեն պահում եւ հետեւես ինչ որ կանոնների, եթե մի քանի օր շունիկա հաց չի ուտում, դրա մեջ ոչ մի բան չկա, միջև սովորեցնես իրեն, որ ինչպես է ճիշտ։ Այսինքն համացանցով կարելի է կարդալ եւ պահել կենտրոնում։ Կարելի է, իհարկե, ուղղակի շատ ժամանակ, եթե մենք հատկապես գործ ունենք մի փոքր ավելի մեծ կենթանիների հետ, խոշոր, ավելի լավ է որ դրանով զբաղվի մասնագետը պարտադիր ու մասնագետը նախ եւ առաջ հենց քեզ է սովորացնում Վստահ եմ, երբ ձեզ խանութում տեսնում են, շատ հարցեր են տալիս խնամքի տեսանկյունից, այնպես չէ որ գալիս են միայն գնումների։ Չէ, իհարկե խնամքի հետ կապված, կերերի հետ կապված, այո, ես էլ ասենց դարձել եմ Ամեն ինչ ինքնուրույն խորհրդել եք։ Եվ ինքնուրույն եւ իմ փորձով կենթանիներ պահելով արդեն եկել եմ ինչ որ նաեւ հիմա տարբեր կերեր ունենք խանութում Եվ իհարկե ուսումնասիրում ես քանի տոկոս միս է, ինչ է պարունակում, հավե պրոտեին կա, չկա։ Դա մի ամբողջ գիտություն է, պաստորեն։ Իսկապես գիտություն է եւ նաեւ մենք խնդիր ունենք լավ աշխատողների։ Հիմա փառք Աստծո ես ունեմ շատ լավ թիմ, պրոֆեսիոնալ, թե խանութում, թե գրումինգում։ Գրումինգը դա մազերի խնամքն է եւ այլն, ինչպես է պետք ճիշտ կտրել, ճիշտ սանդրերով, ճիշտ։ Իսկ կերպարը, այդ շորիկները, չգիտեմ, տարբեր իրականում այդ շորիկները դա մեզ համար է, իրենց դա պետք չէ, չնայած անձրևից կարելի է պաշտպանել, իհարկե ցրտից, ինչ որ Ձմռանը ցեղատեսակներ կան, որոնք մրսում են, որովհետև մարդու մաշկ ունեն, մարդու մազ ունեն, մի խոսքով այդպես, բայց ամեն դեպքում ես ուզում եմ ասել, որ Հայաստանում հիմա բավականին մեծ այսպես աճ կա, որովհետև մարդիկ փորձում են ճիշտ խնամել, գալիս են եւ ուզում են որ դու բացատրես, որ կերը ինչով է տարբերվում այս կերը այս մյուս կերից, ինչպես է պետք խնամել, որ սանդրով պետք է կենթանու սանդրել, որտեղ ամեն ցեղատեսակը ունի իր եւ սաները եւ մի խոսքով խնամքի միջոցները տարբեր են։ Իսկ այդ բժշկին այցելելը տարվա մեջ։ Դե դա պարտադիր է, մենք նաև դրա խնդիր ունենք, շատ քիչ են մեր մասնագետները, որոնք որ լավն են։ Եթե նույնիսկ կան, օրինակ, ես մեկին ճանաչում եմ, որ շատ լավ մասնագետ է, բայց դե հավես չունի, զահլա չունի, ժամը 8-ին ես չեմ աշխատում, 6-ին չեմ աշխատում, բայց դու նույն կերպ ինչպես որ սովորական բժիշկն է, դու ես բժիշկ եւ դու երթում ես, հա, տալիս որ դու պիտի փրկես եւ օգնես բոլոր ժամերին։ Դրա համար ես չունեմ այդ վետ գիծը, որովհետեւ իմ մասնագիտությունը դա արդեն լուրջ կխանգարեր, որովհետեւ պիտի այնտեղ լինես, եթե դա քոնն է, եթե դու ինչ-որ բան անում ես, պիտի լավ անես։ Հատկապես կենթանիների դեպքում, երբ նրանք լեզու չունեն, հա, բացատրելու, այստեղ շատ ավելի բարձրանում է պատասխանատվությունը եւ պահողի եւ իհարկե նաեւ բժշկի։ Կար կարծրատիպ, որ երբ ասում էին, կա ինչու՞ չես պահում շուն, ասում են շունը մի ամբողջ ընտանիքի ծախս է եւ շատ թանկ հաճույք է։ Այսօր դա այդպես է թե ոչ։ Դե իհարկե դա ինչ որ ծախս է։ Հատկապես մեծ շնիկները, ասում են իրենց համար առանձին մեծ կացայով են եփում ճաշը, մեզ համար առանձին եւ այդպես։ Դե այդ ճաշը, որ իրանք եփում են, շատ վատ են անում, որովհետեւ իրանք այդ շիլա ինչ որ sense ինչ կա չկա լցնում են դա վատ կերակուր է շան համար, եթե դու որոշել ես ընտրել այն ճանապարհը, որ ինքդ ես կերակրելու, դու պիտի շատ հստակ իմանաս ինչ ես տալիս, ինչ բանջարեղեն, ինչ միս եւ այլն, բայց ոչ իրանց էփած շիլան էլի դա։ Չէ, ասում եմ, մեզ համար առանձին ենք պատրաստում, իր համար առանձին։ Շան համար ոչ, այդ լափն են սարքում, շիլ ինչ որ անհասկանալի, իրանք իհարկե շատ գոհ են իրենցից, միս են գցում, ինչ որ գրեչկա, չգիտեմ ինչեր, բայց դա շան եւ մազաթափությունն է դրանից ավելի ակտիվ, ասում եմ մազերը թափում են, ասում իսկ ինչով ես կերակրում, սրանով եմ կերակրում, դրա համար թափում։ Ամեն ինչ ունի իր պատճառը։ Այսինքն եթե կան ցեղատեսակներ, որոնք շատ միևնույն է պիտի մազ թողնեն, օրինակ նույն այն կարծրատիպը, որ եթե կարճ են մազերը, ուրեմն լավ է,
կարճամաս շուն վերցնեմ, որ մաս չթողնի, բայց ամբողջ տունը, այսպես եթե դա ինտերնետ դալմանցին է, ամբողջ տունը սպիտակ ասեղի նման սենց մազերն է ու դու չես կարողանում ոչինչ անել, բայց դու պիտի նախ ճիշտ կերակրես, տանես գրումինգի, որտեղ որ ճիշտ խնամք է կատարվում շան համար եւ մի խոսքով դա ինչ որ չափով այո ծախս է։ Ծախսը եւ պարտականություն։ Ելենա, ինչ է ձեր շան անունը, քանի տարեկան է, ինչ ցեղատեսակ։ Իմ շունը, որ հիմա կա, մնացել է, վերջի շունս անունը Ուլֆա։ Ուլֆը դա վուլֆը չի, նույն բանն է նշանակում գայլ, բայց նորվեգերեն է։ Ես ուզում եմ որ ինքը գայլ լիներ, որտեղ ինքը սամայե դա սպիտակ գույնի, մեծ շունա, որովհետև ես տենց կա արիական հորոսկոպ, որով որ ես գայլ եմ, սպիտակ։ Եվ ես երբ փողոցում առաջին անգամ տեսա սամայեց, ես ասպես ծնկի իջա այդ շան արջև ու ասացի ուզում եմ եւ 2 ամիս անց այդ շունը եկավ իմ տուն ծնկի եկակ առաջարկություն այո առաջարկությունս երկինքը լսեց եւ ինձ ուղարկեց այդ սամայեդին որի անունը դրեցինք Ուլֆ ինքը 11 տարեկան է մի քիչ հիմա ոդքի խնդիր ունի որտեղ փոքր ժամանակ երբ խաղում էր օպերայի մոտ այսպես վնասված կեր ստացել ու հիմա արդեն զգում եմ, որ ինքը մեծացել է, բայց մյուս շունս նախորդը, որ անցյալ տարի գնաց, ոնց ասում են ռուսերեն նարադուգու, ինքը 15 տարեկան էր, մալտեզ էր եւ անունը Լեոն էր։ Նրանք շատ տարբեր բնավորություններ ունեին, փոքրս այսպես շատ տենց տղամարդ էր մի տեսակ ինքը ասենց տղա էր ի սկզբանե եթե ես հուզված էի լինում ինքը պոչը քաշում էր գնում էր մի անկյունում նստում էր ասենց տխուր իսկ ես Ուլֆս ինքը առ այսօր ասենց փոքր երեխա է շատ պայծառ ասենց պոչ խաղացնող դամբուլիկա որը չնայած փողոցում բոլոր շների վրա հարցակվում է չի սիրում բոլորին խանդում է բոլորը իր թշնամիներն են հատկապես ворդ շները ու հատկապես երբ ինքը ինձ հետ է ընդհանրապես երկիր մոլորակը թշնամի է որտեղ ինքը ինձ պաշտպանում է ինքը երբ ես հուզված եմ լինում ինքը ճիշտ հակառակը գալիս է սկսում է ինձ լպստել պաչել պոչ խաղացնել եւ հակառակը եւ Լեոնս որը հակառակն էր քիչ առաջ մեր ռադիոլուրի գործընկերոջ հետ խոսում էինք նա ասաց չեմ ուզում պահել տանը կենթանի որովհետեւ ժամանակ չունեմ չեմ ուզում պահելու համար ձևի համար ինչպես շատ-շատերը ասաց հա երեկոյան դուրս են գալիս զբոսանքի զուտ լուսանկարվելու Instagram-ի համար եւ այլ դուք դերասանու եք բավականին զբաղված գրաֆիկով ինչպես է հաջողվում համատեղել այ տանը խնամքը կենթանու ժամանակ հատկացնելը եւ աշխատանքը ես տանը ունեմ մշտական մարդ ահա թե ինչ բայց երբ ես շատ խիտ գրաֆիկով էի աշխատում եւ հիմա էլ չնայած էլի նույն բանն է ես առավոտյան ժամը 6-ին արթնանում եմ, որպեսզի Ուլֆին տանեմ զբոսանքի, բայց հիմա վերջի մի քանի տարին ես չեմ զբոսնում իր հետ, որտեղ իմ հետ ինքը շատ լարված է, որովհետև պաշտպանում է ինձ, ու նաև ինչ որ խնդիրներ կար, որ ես չէի կարող տանել, հիմա դա անում է մի հատ շատ լավ տղա, Ժակ անունով, որը զբոսնում է իմ շունիկի հետ բայց օրվա երկրորդ զբոսանքը ինձ հետ է։ Տիրոջն է կարոտում շունիկը։ Կարոտում է, բայց երբ ես տանն եմ, ինքը իմ կողքին է, իհարկե շատ բարդ է, երբ դու տանը չես կենթանի պահել։ Հետո այդ նույն որ ասացիք, հա, լուսանկարվելու համար շատերը Հայաստանում աղջիկները հատկապես պահում են շպից։ Եվս վերջերս մի դեպք եղավ խանութից կողքին սրճարան կա, մի խոսքով մոտեցան ինձ, ընկերուհին շպից է ուզում, ու նկարա ցույց տալիս, որ այդ շպիցի կտրվածքը բույա, դա բույա կոչվում, կտրում են այդ շանը, մազերը։ Ու ես ասում եմ, այդ աղջկան բացատրում եմ, ասում եմ, գիտեք ինչ, շպիցի մազերը չի կարելի կտրել։ Չի կարելի, իրենց մազերը կտրում են մինչև պատշորստակ, չգիտեմ ինչպես է հայերեն։ Հենց որ դու վնասում ես այդ պատշորստիկի մազը, սկսում է
ալապեցա, մազաթափություն է սկսվում։ Իհարկե լինում է, որ ամեն ինչ այսպես հաջող անցնում եւ չի լինում դա, բայց իրենց մոտ եւ մազից եւ գենետիկ ինչ որ խնդիր կա, պետք է շատ զգուշ լինել։ Ես այդ աղջկան բացատրում եմ, որ չի կարելի, ինքը միևնույն ասում է, չէ, ես ուզում եմ շպրից, որ մազերը բուկ կտրեմ, այսինքն արդեն ձևի համար իսկ ձևի, այսինքն դու եթե կենթանի ես վերցնում, դու նախ եւ առաջ իսկապես դա մեծ պատասխանատվություն է, պիտի ուսումնասիրես ինչ ցեղատեսակ ես վերցնում։ Պետք է ունենալ գիտելիք, հետո նոր անցնել նկարներին։ Եվ հա, դե բայց դե նկարվելու համար տենց կարելի երևի տենց շատ հիմա դեկորատիվ։ Այո, տենց խաղալիքներ ստեղծել, որոնք որ հաճում են այդ աղջիկների համար տալ, որ իրանք նկարվեն, լուսանկարվեն երևի։ Մի հարցել թեմայից մի փոքր շեղվելով, կենթանիների նվիրված խանութ ունենալ այսօր եկամտաբեր բիզնես է համարվում։ Շատ գիտեք ինչ ինձ անկեղծ եմ ուզում ասել, օգնում է եւ օգնել է իմ Ելենա Բորիսենկոն, ինքը ինձ շատ օգնեց այդ հարցում եւ հետո արդեն երկրորդ քայլը դա ինչպես որ իմ մասնագիտությանն են վերաբերվում, այնպես էլ խանութին պրոֆեսիոնալ վերաբերմունք։ Եթե ինչ-որ բան անում ես, անել լավ։ Օրինակ մեր խանութում չկան վատ են համովիկները վնասակար, որոնք որ շատ վատ բաներից են պատրաստվում։ Նույն կերերի վերաբերյալ մենք հիմնականում աշխատում ենք որակով կերեր վաճառել։ Եթե ինչ-որ մեկը գալիս է, հիմա անուններ չտամ հակագովաց չանեմ։ Ասում եմ, «Էս կերը լավն է»։ Ու ես ինձ նայում եմ իրեն, ասում եմ, «Ոչ, լավը չի»։ Սա լավ կեր չէ։ Բայց գովազդում են։ Դե գովազդում են իհարկե։ Իսկ ոչ մի լավ բան գովազդի կարիք չունի։ Ինչ չի կարելի երբեք անել կենթանու հետ։ Դու ինքը պիտի հասկանա, որ դու ես իր տերը, ոչ թե ինքն է քո տերը։ Իրանք սովորաբար դե տենց բնազդորեն այդպես են անում, հենց որ դու ես իր տերը դառնում, ինքը արդեն քեզ լսում է, բայց հենց որ թուլությունները ցույց ես տալիս, հետո բարդություններ են առաջանում, չի լսում եւ այլն, այսինքն քո ներքին ուժը ինքը պիտի զգա եւ ենթարկվի քեզ։ Դա հոգեբանական լուրջ կամուրջ է։ Լուրջ, ինչու չեն սիրում հայերը հատկապես կատու, որովհետեւ կատուն թաթիկը չի տալիս, չի ենթարկվում քեզ։ Բայց ինքն էլ ֆանտաստիկ կենթանի է։ Ինքն էլ իր օրենքներով ապրում, իրեն պետք չէ շամպես ուժ ցույց տալ, կատուն մի փոքր ուրիշ աշխարհից է, որը էլի իր շատ յուրահատուկ։ Ես Մոսկվայում երբ ապրում էի, ունեի կատու, սպիտակ կատու, կապույտ աչքերով, անունը Բախ էր։ Ռիչարդ Բախի պատվին է դրել կատվիս անունը, ինքը խուլ էր, որովհետև կապույտ աչքերով էր, բայց ես երբևէ չեմ զգացել, որ ինքը չի լսում, ու ինքն էլ շատ կապված էր ինձ հետ եւ ոնց որ շուն լիներ, երբ ինձ նեղացնում էին, ինքը հարձակվում էր։ Մոսկվայում ինձ երբեմն նեղացնում էին եւ ինքը հարձակվում էր այդ։ Արդյոք եղել է անցանկալի ագրեսիա, որից դուք վախեցել եք, բայց հետո կարճ ժամանակ անց իրավիճակը հաղթահարել եք։ Կենթանիների հանդեպ։ Չէ, իրենց կողմից ձեր հանդեպ ագրեսիա։ Իհարկե, բայց նորից որը վախ է առաջացրել։ Դե վախ չի առաջացնում, որովհետև հոգեբանորեն այդ իմ մոտ շատ ուժեղ է, ես հասկանում եմ ինչի է ինքը դա անում։ Հայաստանում հատկապես ինչու են ագրեսիվ շները, որովհետև իրանք մեզ են արտացոլում։ Մենք չենք սիրում կենթանի հիմնականում եւ իրենք դա զգում են։ Շատ ժամանակ ասում են, տես հարցակվեց, երեխա իր անցնում ոչինչ չարեցին, վրա էլ է եղել, որ հարցակվել են։ Օրինակ հիմա շատ ժամանակ հաճախ գալիս է կենթանին գալիս է խանութ, բոլորին սիրում է, մոտենում է ինձ, պոչիկը խաղացնում է ու այսպես դանդաղ աչքերը բարձրացնում է նամային վրա, ու ես գիտեմ, որ իմ ալֆա սամից շան հոտը զգաց եւ հիմա կարող է գրմռա եւ ես հետ եմ քաշվում։ Մի քանի օր առաջ ընկերներիցս մեկի շունիկը այդպես մենք քաղաքից դուրս էինք, ինքը մեզ հետ էր։ Եկավ սիրեցի, չնայած ինքը այսպես նենց չի որ բոլորին թողնում է որ սիրեն իրեն, չի սիրում այդ ամենը, իրենք փողոցից են որտեղ գրել են այդ շանը, խնդիրներ ունեն նաև հոգեբանական։
հետո շանս հոտս գած ու ես հետ քաշվեցի, հաջորդ օրը մտա իրենց սենյակ եւ ինքը իմ հետևից սենց վազեց մի քանի սեղանի շուրջ պտտվեցինք, ես չէի վախենում, ես գիտեի որ կարող է հիմա գծի չնայած ճղեց շորս, բայց ես հասկանում եմ որ իր մոտ դա պաշտպանողական ռեակցիա է, այսինքն ես չեմ դրանից թշնամանում կենթանիների հանդեպ ինձ կամ նեղանում, շանս հետ լինում էր որ դուրս էի գալիս հարցակվում էին ոհմակները առավոտյան, շատ բարդ էր, քրոջս աղջկան օրինակ գծեց շունը, բայց իր հետ էլ մենք այնպիսի ճանապարհ տարանք, որ ինքը չի վախենում։ Իհարկե, երբ մենակ ալինում մի փոքր մեջը վախ կա, բայց ինքն էլ հասկանում է, այն ժամանակ փոքր էր, ասեց երևի ուլֆի հոտներ զգացել, դրա համար տենց իմ հետևից եկավ ու գծեց, բայց ցերեկները ինքը իրան կերակրում էր, բայց սովորաբար Հայաստանում հատկապես դա պաշտպանվում են կենթանիները։ Դրանց օրինակ մեր մոտ Հայաստանում մենք նաև շատ քիչ կատուներ կան փողոցում, որ դու կարող ես սիրել, ինքը վախենում է քեզանից։ Իսկ նույն մեր շատ սիրելի Ստամբուլում ենթադրենք ես հիշում եմ որ Այա Սոֆիայում այո նրանք սրճարաններում գալիս ոչ մի սրճարան դա եւ իրենք մաքուր են եւ իրենք գիտեն որ ոչ մի վնաս չկա իրենցից չգիտեմ այսինքն դա մեր արտացոլանքն է այսինքն ժամանակ է պետք որպեսզի հասարակությունը եւս առողջ մտածելակերպով հա անկալի դեր ունենք բավականի անելիք շատ որովհետեւ նախ առաջինը դա զզվում են կեղտոտա, մազա, էխինակոկով հիվանդանում են հիմնականում մարդիկ, ովքեր որ զզվում են կենթանիներից, այդպես է ստատիստիկով։ Ու չգիտես որտեղից հայտնում այդ մազը գնում է, մտնում է իրանց թոքերը, որտեղ իրենք զզվում են։ Դա ներշնչումից է ավելի շատ գուցե։ Դե չգիտեմ ինչից է, միշտ տենց է, չէ, ինչ որ ասում ես ինձ հետ սա չի լինի, քո հետ լինում է, ինչից որ զզվում ես։ Դե կարծում եմ այս օրերը լավ հնարավորություն են տարվա մեջ, որպեսզի եւս մեկ անգամ ուշադրությունը սևեռենք դեպի մեր չորքոտանի բարեկամները, որպեսզի այո, կենթանին պետք է սիրել, որովհետև մենք նրանցից ստանում ենք այն էներգիան, որը չենք ստանում մարդկանցից։ Այո, անշուշտ։ Մեր տաղավարում Ելենա Բորիսենկոն էր, կենթանասեր եւ իհարկե դերասանուհի։ Շատ շնորհակալ ենք, որ օրը մեզ հետ սկսեցիք եւ կիսվեցիք ձեր պատմությամբ, փորձով։ Հիմա էլ ավելի շատ ինձ թվում է կլինեն մարդիկ, ովքեր ձեզ կմոտենան եւ կենթանիների հետ կապված հարցեր կտան։ Օգտակար ինֆորմացիա քաղեցիք։ Շնորհակալ ենք։ Ես էլ եմ շնորհակալ, բոլորին լավ օր։ Շնորհակալ ենք, կարճատև դարձա, որից հետո կշարունակենք։ Սուրճ ու սեր առավոտից։ Patience. I only feel it taking down with other women that ain't me, but I've been refusing medications till I got my hands on it. I'ma tell them I'm too far long. You got me waiting, anticipating, praying to the Lord to give him to my loving arms. And it's my frustration. Sneak me, complete me. All my heart yearns for you. Is he far away? Is he yours? Is he? Then it's testing me. Help me, Lord. I need you to tell me, baby.
he falling? Is he okay? This man is testing me. Help me, help me, help me, Lord. I need you to tell me. Baby, where the hell is my husband? What is taking him so long to find me? Oh, baby, where the hell is my lover? Getting down with another. Tell him if you see him, baby. If you see him, tell him he should hide. Tell him I'm kind. Tell him I got brown eyes and a grown fitted. If he doesn't find me now, I'm gonna die. No, so can he? Hurry up, his. I want it, want it, want it, want it, want it. I want like a ring, like a diamond ring on my wedding finger. I'm like a big shiny diamond that I can wave around and talk about it. And when the day is forgive me, 'cause I can never doubt it. Until death, I do. Is he a bite? This man is testing me. Help me, help me, help me, Lord. I need you to tell me, baby. Where the hell is my husband? What is taking him so long to find me? Oh, baby, where the hell is my lover? Getting down with another. Tell him that my grandma said it. Tell him grandma said it. Your husband is coming. I was like a ring, I was like a diamond ring on my wedding finger. I was like a big shiny diamond. Where is my husband? Սուրճ ու սեր առավոտից։ 19:34 րոպե մենք հասցրեցինք լուսանկարվել, նաև ճանապարհել մեր այսօրվա սիրվածյուրին եւ իհարկե շարունակում ենք եթերը։ Եվ հիմա հասցնենք նաև հեռախոսազանգի պատասխանել, կարծես թե զանգ ունենք, ահա նաև ձայնն է մեզ հուշում, տեսնենք ով է մեզ միացել, վստահ ենք կենթանասերներից մեկը, բարի լույս։ Դուք եթերում եք, լսում ենք ձեզ։ Ալո, ինչպես ասում են։ Եվս մեկ անգամ ալո եւ խնդրենք եւս մեկ անգամ զանգահարել, թող զանգը վերականգնվի, որից հետո Ալո։ Դուք մեզ լսում եք։ Չէ, կարծես թե։ Գուցե եւ մեզ լսում են, բայց մենք խնդիր ունենք, այո, կարող եք եւս մեկ անգամ զանգարել 553702 մեր հեռախոսահամարով եւ Տիգրան ասեմ, որ զրույցի ընթացքում նաեւ մեկնաբանություն ունենք թեմատիկ Արթուր Սուքասյանը գրել է շանը, որ կերակրում ես միանգամից նա քո կողքից չի գնում ու հենց հիմա ես կերակրում եմ երկու շուն եւ բազմաթիվ կատուների։ Շնորհակալ ենք, որ ստանձնել եք այդ աշխատանքը եւ նաեւ օրվա թեմայի վերաբերյալ, ոչ թե օրվա թեմայի, այլ օրվա հարցի վերաբերյալ ունենք մեկնաբանություն։ Արի հիշեցնենք այո, մեկ անգամ հարցը։ Սուրճ ու սեր առավոտից Facebook-յան էջում կգտնեք օրվա հարցումը։ Եթե Սառնարյանը հիմա կարողանար խոսել, ինչ կասեր ձեզ, տարբեր արդեն ունենք բնականաբար արդյունքները, քիչ անց կանդրադառնանք, թեթևացրու ինձ, գիշերը իմ դուրը մի բաց, մաքրիր ինձ, լրացրու դատարկությունս եւ վերացրու իմ ներսի խառնաշփոթը։ Ինչ կասեր ձեզ Սառնարյանը, եթե կարողանար խոսել հենց հիմա։ Այո, մտեք մեր Facebook-յան էջ եւ ուղղակի սեղմելով քվեարկեք այս կամ այն տարբերակի օգնին, իսկ մեր ռադիոլսողներից մեկը որպես մեկնաբանություն է թողել իր պատասխանը, գրել է իհարկե լցրու, բայց շոկը նրա աշխատանքի վրա էլ է ազդում, խեղճ Սառնարյաններ կլոր տարին աշխատում են ծմեր, ամառ։ Մենք շարունակում ենք եւս եւս մեկ անգամ միանալ, փորձենք տեսնենք կապը վերականգնվեց թե ոչ։ Ռադիոլսող, բարի լույս եւս մեկ անգամ։ Ալո։ Այստեղ ամեն ինչ, ահա։ Դուք մեզ լսում եք։ Վերջապես մեկ լսեցինք ձեզ։ Հաղորդաշարը։ Շնորհակալ ենք։ Մենք ենք շուն տալու, ուրեմն տեսեք, բան ինչու՞ն է։ Սկզբից ես կտրականապես տենի, ես 80 տարեկան եմ, միայնակ կին։ Թորներս ուզում էի բերել, ես համաձայն չէի, բայց հետո շունը բոլորին սովորեցնում է բարյություն, մարդկային հարգանք, շունը միայն լեզու չունի։ Այո, շատ են նման դեպքերը, երբ դեմ են լինում ընտանիքի անդամները։ Եթե ուզեն որ իրանք երեխաները մանավանդ որ ես պարագայում, մի քիչ երեխաների կարգավիճակը ուրիշ է, ագրեսիվ են, իսկ հեռախոսներից դուրս չեն գա, անպայման կենդանի պահել։ Մեր շունը նկարահանվել է նաև հանրային հեռուստատեսությունով։ Այդ նշուն է։ Բերանով կեր է բերում, թաթով շնորհակալություն է հայտնում, արտասնում է ինձ։
Երեխաներին տեսնելուց միայն բարիություն ու շնորհք է ցույց տալիս։ Այսինքն դուք փոխեցիք ձեր կարծիքը եւ համաձայնվեցիք երեխաների այդ գաղափարին տանը պայել շուն։ Որպես կարծիք չկա։ Դրանք շատ շնորհակալ, ես կատուների մասին չգիտեմ։ Կատու չենք պահել։ Բայց շունը անչափ շնորհակալ կենդանի է։ Կա այդպիսի բան։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Եկիմով գալիս է հաչում, մի անգամ հաչում է, ցույց է տալի, թե իմ կերակրման ժամն է։ Ժամ առ ժամ ինքը հիշեկը, ժամը 9-ին, առավոտյան 7-ին երեկոյան։ Հիշեկը ինքը զգուշացնել կնձի։ Հյուր է կարի ինքը պատասխանում է, կույր զանգեկը է թերասոտին կուկան, ունիք կիչեմ խեղք է։ Գյումրից է զանգը, հասկացա։ Շնորհակալ ենք շատ, ձեզ լավ օր, ձեզ լավ օր։ Շնորհակալ ենք, ողջունում ենք նաև ձեր թորնիկներին եւ Շունիկին եւ Տիգրանի դեպ շատ են նման դեպքերը, երբ ընտանիքի անդամը կամ ծնողները դեմ են լինում, հետո այդ կենդանին դառնում է նրանց բարեկամ։ 10:38 բարի լույս բոլորին։ I'll give you what you want. A little communication, yes, that's my ideal foreplay. Assemble a chair from IKEA, I'm like, I get wet at the thought of you. Being a responsible guy, treating me like you're supposed to do. Tears run down my thighs. A little respect for women can get you very, very far. Remembering how to use your phone gets me oh so high. Considering I have feelings, I'm like, why am I close to one? Offering to do anything, I'm like, oh my god. I get wet at the thought of you. Being a responsible guy, treating me like you're supposed to do. Tears run down my thighs. I get wet at the thought of you. Being a responsible guy. Treating me like you're supposed to do. Tears run down my thighs. Dance break. Սուրճ ու սեր առավոտից։ 10:41 րոպե հանրային ռադիոյի ուղիղ եթերում շարունակվում է Սուրճ ու սեր առավոտից հաղորդումը։ Այո, մենք շարունակում ենք եւ հիմա ժամանակն է թերթելու լրահոսը։ Երեք ցավալի լուր տարածվեց երեկոյան ամերիկացի քանթրի երգչուհի հանրահայտ Դոլի Փարթոնը հեռացավ կյանքից 81 տարեկանում։ Այս մասին տեսաուղերձում հայտնեց նրա եղբորորդին Բրայան Սիվերը եւ իհարկե լուրը կայծակնային արագությամբ տարածվեց։ Հիշեցնենք Դոլի Փարթոնը թողարկել է մի շարք հիթային ստեղծագործություններ Here You Come Again, Trio, Blues Smoke ալբոմները, ինչպես նաև հայտնի Jolene-ը եւ I Will Always Love You հիթային սինգլը, սա այն երգն է, որը այնուհետև Whitney Houston-ի կատարմամբ ել ավելի մեծ հնչեղություն ձեռք բերեց։ Dolly-ն նաև ֆիլմերում է նկարահանվել, երգչուհին Grammy-ի արժանացած արտիստ է 10 անգամ, ինչպես նաև 2011 թվականին Grammy-ն հատուկ կյանքի նվաճումների համար մրցանակի նրան արժանացրեց։ Փարթոնը նաև բարեգործությամբ էր զբաղվում, ուներ ֆոնդեր, հիմնադրամներ, որոնք աջակցում էին երեխաներին զարգացնել ընթերցանության նկատմամբ սերը։ Սա նրա մահվան մասին համառոտ տեղեկությունն էր, բայց նաև ասում են, որ երգչուհին գաղտնի է պահել իր հիվանդության մասին լուրը եւ բավական երկար ճանապարհ է անցել ու պայքարել է չարաբաստիկ քաղցկեղի դեմ։
Եվ նաև հավելենք, որ 80 տարեկան էր։ Այո, 80 տարեկան էր եւ նրա մահը իհարկե երկրպագուների համար ցնցող լուր էր։ Երեք Facebook-յան հարթակում տարբեր միջազգային լրատվամիջոցներ եւ նաև երաժշտական էջեր անդրադարձան երգչուն։ Լսենք նրա ամենահայտնի կատարումներից մեկը, եթե անգամ նրա անունը միգուցե ձեզ այս բանին որևէ բան հիշեցրեց, նրա ձայնն ու այս ստեղծագործությունը միանգամից տեղեք բերեք։ Jolene, 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 I'm begging of you, please don't take my man. Jolene, 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 please don't take him just because you can. Your beauty is beyond compare, with flaming locks of auburn hair, with ivory skin and eyes of emerald green. Your smile is like a breath of spring, your voice is soft like summer rain, and I cannot compete with you, Jolene. He talks about you in his sleep, and there's nothing I can do to keep from crying when he calls your name, Jolene. And I can easily understand how you could easily take my man, but you don't know what he means to me, Jolene. Jolene, 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 I'm begging of you, please don't take my man. Jolene, 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 please don't take him just because you can. You could have your choice of men, but I could never love again. He's the only one for me, Jolene. I had to have this talk with you. My happiness depends on you and whatever you decide to do, Jolene. Jolene, 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 I'm begging of you, please don't take my man. Jolene, 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 please don't take him even though you can. Jolene, Jolene. Սուրճ ու սեր առավոտից։ 10:45 սիրով ենք ասում բարի լույս նրանց ովքեր օրը սկսում են մեզ հետ։ Եթերաժամի վերջին րոպեներն են, շտապենք ձեզ նաև մարզական նորություններ ներկայացնել եւ ամփոփել մեր օրվա հարցումը, որը կարող եք գտնել Սուրճ ու սեր առավոտից հաղորդման Facebook-յան էջում։ Այդ անրորդները շարունակում են իրենց հաջող ելույթների շարքը Եվրոպայի պատանեկան առաջնությունում եւ Կոսովոյում ընթացող առաջնության 85 կիլոգրամ քաշային պատանիների պայքարում։ Հայաստանի հավաքականից Հարություն Ավետիսյանը պոկում վարժությունում 3 հաջող մոտեցում է ունեցել, բարձրացնելով 133, 38 եւ 141 կիլոգրամ։ Այս վարժությունում նա դարձել է ոսկե մեդալակիր։ Հրում վարժությունում մեր ծանրորդը գլխավերևում 160 եւ 168 կիլոգրամ է պահել եւ այս ձևում նա երրորդն էր արդյունքում 309 կիլոգրամ արդյունքով երկամարտի Հարություն Ավետիսյանը դարձել է Եվրոպայի պատանեկան առաջնության բրոնզե մեդալակիր։ Ահա։ Շնորհավորում ենք, Շնորհավորությունների արժանի եւ շնորհակալ ենք Էլ ավելի մեծ հաջողություններ ենք մաղթում մեր պատանի մարզիկներին։ Քիչ անց անդրադառնալու ենք նաև մեր օրվա հարցմանը եւ տեսնենք թե ըստ տարբերակների քանի տոկոս է հավաքել յուրաքանչյուր տարբերակը։ A little souvenir. Can I steal it from you? To memorize the way you shock me.
evening. Can I steal it from you? To memorize the way you shock me, the way you move it here. Just wanna feel it from you. Hey, Don't be afraid to catch feels. Ride your cup and chase thrills. I know you ain't afraid to pop pills. Baby, I know you ain't scared to catch feels. Feels with me. Goddamn, I know you love to make an entrance. Do you like getting paid or getting paid attention? You mix the wrong guys with the right intentions. In the same bed, but it still feel long distance. You're looking for a little more consistency. But when you stop looking, you gon' find what's meant to be. And honestly, I'm way too done with the hoes. I cut off all my exes for your X and O's. I feel my old flings was just preparing me. When I say I want you, say it back, parakeet. Fly your first class through the air, Airbnb. I'm the best you had, you'll just be comparing me to me. I'ma add this at you. If I put you on my phone and upload it, it'll get maximum views. I came through in the clutch more than lipsticks and phones. Wore your fave cologne just to get you alone. Don't be afraid to catch feels. Don't be afraid to catch these feels. Ride your cup and chase thrills. I know you ain't afraid to pop pills. Baby, I know you ain't scared to catch feels. Feels with me. Don't be afraid to catch feels. Don't be afraid. Ride your cup and chase thrills. I know you ain't afraid to pop pills. I know. Baby, I know you ain't scared to catch feels. Feels with me. Սուրճ ու սեր առավոտից։ 10:50 կարծում եմ ժամանակն է, որպեսզի մենք հիմա ամփոփենք նաև մեր այսօրվա հարցման արդյունքները, տվյալները։ Այո, վերջին վարկաններն է կարող եք քվեարկել Սուրճ ու սեր առավոտից Facebook-յան էջում, ընդհանրապես այդ էջին կարող եք հետևել արդեն մեր հաղորդման հետ կապված կոնկրետ նորությունների ու հարցումների համար, իսկ Հայաստանի Հանրային ռադիոյի հիմնական էջում մեր ամբողջ դրահոսն է, հաղորդումները, այլ ուղիղ հեռարձակումներ եւ իհարկե ամեն առավոտ կարող եք նաև դիտել մեզ ու գրել մեկնաբանություններ։ Եվ այսպես, հարցը այսօրվա այսպեսին էր, եթե Սառնարանը հիմա կարողանար խոսել, ինչ կասեր ձեզ։ Առաջին տեղում 40% ձայներով թեթևացրու ինձ տարբերակն է։ Սա նշանակում է, որ հայերի Սառնարանը միշտ լիքն է եւ այն պետք է թեթևացնել։ Այն էլ ամռանը շատ ուշադիր եղեք, շատ հին մտերք պետք չէ օգտագործել։ Երկրորդ տեղում ըստ տոկոսային հարաբերության վերացրու իմ ներսի խառնաշփոթը 35%, այսինքն բացի այն որ լիքն է, նաև քաոսային վիճակ է։ Լավ դասավորված չէ։ Դասավորված չէ։ Դες անկեղծ են եղել եւ չեն թաքցրել։ Կա այդպեսի բան եւ երրորդ տարբերակը ընտրել են 20% ձայներով գիշերը իմ դուռը մի բաց։ Լուրջ խնդիր։ Լուրջ խնդիր։ Հավանության չեն արժանացել մաքրիր ինձ եւ լցրու դատարկությունս տարբերակներ, այսինքն լիքն է, բնականաբար լցրու կարիք չկա եւ մաքուր, դա շատ լավ է։ Կամ չեն ուզում խոստով անել, ամեն դեպքում միգուցե թող ճոխ լինեն, այո, Սառնարանները, բայց չափավորեք եւ հետևեք սննդակարգին, հատկապես այս շրջանում, երբ շոկ է եւ շոկամարային օրեր են սննդային թունավորումներից խուսափելու համար եւ քանի շոկից խոսեցինք, ասեմ, որ այս պահին մեր մայրաքաղաքում 28 աստիճան տաքություն է, արևոտ եղանակ է, օրվա ընթացքում տեղումներ չեն կանխատեսվում եւ առաջիկա օրերին արդեն ջերմաստիճանի նվազում են կանխատեսվում օդերևութաբանները, բայց դե այսօր կրկին շոկոր է, իհարկե այնպեսի շոկ չէ, ինչպես նախորդ օրերին էր, բայց դեռ ամառային ջերմությունը, տակարևը իհարկե կարող է վայելել։ Մենք շարունակում ենք հետևել նաև մայրաքաղաքի երթևեկությանը, այս պահին ունենք վթար Կիևյան կամրջի վրա եւ այդ իսկ պատճառով Կիևյան կամուրջը նաև Կիևյան փողոցը երկկողմանի խցանված է, թեև ընդհանուր խցանումային նիշը մայրաքաղաքի 6 բալ է։ Մենք այս պահին ունենք լուրջ խցանում Կիևյան փողոցի վրա եւ Կիևյան կամրջի վրա վթարի հետևանքով։ Բաբոր փակեր Կիևյան կամուրջը դրանից էլ ենք դժգոհում բոլոր վարորդներին եւ անցորդներին, ուղևորներին այսօր անվտանգորեն ենք մաղթում, ողջունում այն մարդկանց, ովքեր մեզ հասարակական տրանսպորտում են լսում եւ հույս ունենք, որ չեք ուշանում խցանումների պատճառով այս կամ այն տեղից։ Նաեւ հաջող աշխատանքային օր ենք ուզում մաղթել բոլորին, ովքեր հերթական ամառային օրը սկսեցին մեզ հետ օգոստոսի 26-ին։ Առավոտյան եթերում ձեզ համար սիրով աշխատեցին Սևակ Հակոբյանը եւ Տիգրան Հարությունյանը, կհանդիպենք վաղը ուղիղ 9:30-ին։
come